Խնդիրը նայա որ հիմնարկը կաղնած է, գարաժը չի աշխատում։ Սեփական գարաժը չի աշխատում, մի 40-50 հոգի մարդ աշխատելուց եղել միջո պատերազմը։ Հիմա Խնձորեսկից միջո Ջաբրայել, ես հիմա Խնձորեսկու եմ, Խնձորեսկի Ջաբրայել գարաժում կանած եմ, 800 հեկտար հող եմ մշակել։ Ծորը են, գարի, այդ կարգի։ Հիմա ով շի տեխնիկան էս պահին։ Կարամ կամերան ֆրցնեմ, նայեք, տեխնիկը կանած, զբաղմունք չունեմ։ Հիմա անցեմ կաց ասել եմ դե լավ, ոչինչ, հիմա նորից անցել եմ գոմ եմ սարքել, կիսակառույցը հիմա այդ գոմը։ Գոմ եմ սարքել 2023 թվին հիշում եմ Քերոփյանն ա եղել, էկոնոմիկայի նախարարը։ Ասել է այդ գոմը կգցեք, այդ կարգով կօգնեք ձեզ։ Այդ գոմը գցել եմ ծրագրի մեջ, հիմա նայենց դարել որ ասում է չեք կարում, ես էլ 3 միլիոնի ծախս եմ արել, դե թղթավարություն հաստե ընդե այդ կարգի։ Հիմա այդ էլ է մնացել կանգնած։ Մարզպետարան, քաղաքապետարանից մարզպետարանից դիում եմ ուղարկել, լրիվ, ինչ որ կա, քաղաքապետարանից մարդ ա եկել, նա էլ ա դիում եք ուղարկել, մարզպետարանից ինձ ասել են դա մեր ուժերից վեր ա։ Մեկ դա շատ բանա, շատ պրոբլեմա, մեծ պրոբլեմա, տարածաշրջան ամենամեծ պրոբլեմը քոնն ա։ Մեկ չեք կարա։ Դե հարցը լուծեք։ Նայեք, որպեսզի մեզ դիտողները հասկանան ինչի մասին ա խոսքը, դուք խնդիրը գիտեք, ասեցիք ցույց տան տեխնիկաները, ինչի ցույց տաք, որովհետև ձեր տեխնիկաները ինչի համար են կանգնած, այդ տարածքները մնացել են թշնամու վերաբերյալ։ Դաշ չկա, հա, տարածքները մնացել են դե, դաշ չկա։ Հա, դաշ չկա։ Այդ տեխնիկ դաշ չկա։ Թե ուղղակի մշակելու հողատարածքները։ Մշակելու հողամաս չկա, 800 հեկտար հող է մշակել։ Հիմա այդ հողերը չկան։ Դուք վարկ եք վերցրել, տեխնիկա եք առել, որպեսզի դա մշակեք, հա։ Ես վարկել չեմ վերցրել, բան եմ լիզինգով տեխնիկա եմ վերցրել։ Հիմա այս պահին լիզինգել ունեմ փակելու։ Հա, լիզինգով տեխնիկա եք վերցրել, մտածելով որ պետքա պետք մշակեք եւ դրանից եկամուտ ստանաք։ Հա։ Բայց այդ տարածքները մնացել են թշնամու վերաբերյալ։ Մնացել են, հա, մնացել են ներքև, հա։ Հիմա թուրքերը այսինքն երբ որ առաջացել են դրանից է խնդիրը առաջացել։ Հա, պատերազմի վախտվանից։ 44 օրյա ժամանակ ներխուժում մի 44 օրյա պատերազմի ժամանակ։ Դե Խնձորես գյուղից մի 4 Ջաբրայել 800 հեկտար հող է մշակել, սա մնացել ան դե։ Հիմա ես իրանց խնդրում եմ, դաժե եթե կարան անեն, հիմա գյուղը մարդ կա որ պետական աշխատանքի է, օրինակ պետական միջոցներով այն տունը պահում, հողերը չի մշակում։ Այդ հողերը վարձակալելու համար էլ դրա փող ա պետք, մարդուն փողը տաս, հողը վերցնես դու անես, դու մշակես։ Հիմա այդ աստիճանը այդ գումարներ չունեմ, որ կարամ էտել անեմ։ Ձեր նման մենակ դուք եք տուժած, թե էլի բնակիչ։ Դա էլի բնակիչն է, բայց ամենամեծ խնդրեմը իմս է։ Սա Խնձորես գյուղը, սա Սյունիքի մարզն ա օգտվել։ Ինչքան վնաս եք դուք կրել։ Շատ։ Այս պահին որ հաշվեմ 500 միլիոն դրամի վնաս եմ կրել։ Երբ որ կառավարությանը դիմումներ եք գրում, պատասխանում ասում են ոչինչով չեն կարող օգնել, ինչ։ Ես վարչապետ Նիկոլ Փաշինյանին ես իրան գրել եմ, պատասխան չեմ ստացել։ Ոչ մի արձագանք։ Մարզպետարան ես գրավոր դիմում եմ գրել քաղաքապետարանից Գորիսից։ Ասել են մեր ուժերից վեր է։ Դիմեք էկոնոմիկայի նախարարություն։ Դիմել եք Պապոյանին։ Դե ես էլ Պապոյանին ինչ դիմում, եթե մարզպետը չի դիմում, ես ինչ դիմեմ։ Իմ գործից բնույթը մարզպետարանից է, մարզպետը պիտի այդ հարցը լուծում տա։ Դե մարզպետը հրաժարում այդ հարցը լուծում տա։ Դուք ուզում եք որ այդ 500 միլիոնը ձեզ փոխհատուցեն, թե ինչով օգնեն, ինչ անի կառավարությունը։ Ես ինչով իրանք որ կարան օգնեն։ Ես 500 միլիոն այս պահին վնաս եմ կրել։ 1000 տոննա ցորեն ա եղել, ցորեն ու գարի։ Եթե այս պահին 100 դրամով հաշվում ես, անում է այդքան 500 միլիոն, 5 տարի, 6-7 տարին ա ուժը։ Այսինքն քաղաքացին, որը պլաններ ա ունեցել, որովհետև դրանք մեր հայկական տարածքներն են համարվել, հող եք մշակել, հիմա հանկարծ պարզվում է, որ բանը ասում են Արցախը, Ադրբեջանը տարածքները իրանցն են եւ չենք էլ ուզում հետ վերցնել, այսինքն քայլը չենք անում այդ տարածքները հետ վերցնելու համար, ստիպված պիտի այդ իրողության հետ հաշտվեք ու վնասը դուք անձամբ կրեք։ Դե հա, մնացել է էտը։ Ուրիշ ստել գյուղում ապրող ուրիշ ես օրինակ ես ինչ պիտի անեմ ստե։
Ես ինչով պիտի զբաղվեմ։ Ասում են ինտենսիվ այգին։ Ես ինտենսիվ այգուց ես գաղափար չունեմ։ Ես իմ գաղափարը ես դաշտ մշակելուց է։ Ամեն մարդ չի որ ասինքն դառնում է գյուղատնտեսությունը մենակ ինտենսիվ այգին է եկել ես իմ ջերմոց չեմ հասկանում։ Հիմա իմս սա է, ես կարող եմ հող մշակեմ, ես հազարավոր միլիոնավոր տեխնիկա ունեմ, կարող եմ ցույց տամ հատատ։ Խնդրեմ ցույց տաք, որ տեխնիկան եք լիզինգով վերցրել, ոնց եք պատկերացնում։ Գերմանական տեխնիկեք ունեմ, այս պայն կանգնած, ափսոս, ես էլ ասեմ գոնե եթե չի ունում, մարդ բերեք ծախենք, ախպեր։ Հիմա եթե կարող Հայաստանում մարդ լինի, պետությունը բերի ծախի, դրանել եմ համաձայն։ Մի րոպե սա միացնեմ, կամերաս թեքի։ Սունեց վեքունդիում չէ։ Էսա, հիմա չուշ տամ։ Այ գերմանական տեխնիկեք են, ես ալրի ցույց տամ երթով, ինչքան տեխնիկա ունեմ։ Էսա պայեսնին է։ Երևում է լավ։ Հա, երևում է։ Այս ամբողջ տեխնիկան լիզինգով առել եք ու հիմա քանի որ տարածքները մնացել է։ Հա, հենա John Deere կոմբայնը, այո։ Չեն այլևս, այս տեխնիկան սենց կանգնացրել։ Չէ, պիտանի չեմ, всё, դեսայի չասա, բան չի որ տաքս ու տակ քշես փող աշխատես։ Սա всё կանգնած է, բրծավ։ Սա էլ բան չանում։ Իսկ գյուղում տարածքներ չկան, որոնք կարող եք դրանք վարձակալությամբ տալ, գումար աշխատել։ Ինչ։ Ուրիշ դաշտեր չկան գյուղում, որ ուրիշ Չէ, գյուղում չէ, ամեն մեկը այն կողոզի վախտանց որ 2 հեկտար, 3 հեկտար բաժին էդ են տվել։ Բարձ է, այս ամբողջ տեխնիկան առել եք ու հիմա չգիտեք ինչ։ Հա, հիմա շատ է լիզինգով 3 տեխնիկա լիզինգով, հետո ծախել եմ, տեխնիկա եմ ծախել։ Էս էլի է եղել, Բելարուս բան է եղել, գյուղատնտեսական գործիքներ եղել ծախել եմ։ Որ կարամ բանը փակեմ, լիզինգը փակեմ, որ կարամ բան աշխատողներին, այս ամեն մի տեխնիկայի մի հատ աշխատող է եղել։ Հասկացա։ Հիմա էլ չկան, գնացել են տուն։ Շատ լավ, դե հիմա մի հատ էլ ձևակերպեք ձեր պահանջը, ինչ լուծում եք դուք տեսնում խնդրին, իշխանությունը ինչ պարտավորություններ ունի այստեղ, որ չի կատարել իր պարտավորությունները, որն է ձեր պահանջը։ Իմ պահանջս այն է, որ պետությունը, կառավարությունը, ղեկավարությունը, ինչ որ մեկը չկա, որ գա ասի ինչ է եղել։ Հազարավոր դիմումներ եմ գել, գոնե գան իրանք էլ, ես էլ նստենք, մի հատ խոսանք, տեսնակ ինչ լուծում գտնեք, ինչ անեք, ոնց անեք, ոչ մեկը չի եկել։ Բայց վարչապետը Սյունիքի մարզ էր եկել շաբաթ կիրակի, կուկուռուզ ուտելով գալիս էր։ Չեք տեսել։ Դե կուկուռուզ ուտելով գալիս է, ասում է գյուղատնտեսությունը զարգանում է, ինչով է զարգանում։ Այ գյուղատնտեսությունը նա է, սա է։ Այս է որ չի զարգանում, այս էլ գոմն է։ Գոմ եմ սարքել, այս դեմինը։ Այդ խելացի անասնագոմ է։ Խելացի անասնագոմ է, վաղ 29 Այս էլ քշերք է, 50 տոննանոց քշերք է, ծորենը ստե եմ քշերել, սա մարզը ստե է քշրվել, 32,000 դոլար եմ ծախսել այս քշերքին։ Այդ խելացի անասնագոմը իրենց չափանիշներով եք ստեղծել, հետո չեն մտցրել ծրագրի մեջ։ Ես երբ որ դաշտերը եղել է, ես ասել եմ, այս դաշտը որ անեմ, կողից էլ ապրանք պահեք, աշխատողներ են եղել։ Հիմա որ այս դաշտերը վերցրել են, էլ չկա այս դաշտերը։ Այս գոմը մնացել է կիսակառույց, սա լրիվ ես իմ ուժով եմ սարքել, տեխնիկա եմ ծախել, սարքել։ Կիսա տա եղել։ Այսինքն գյուղացուն խնձորեսկուն թողել են մենակ իր պրոբլեմների, ընդ որում այդ պրոբլեմները առաջացել են ոչ ձեր մեղքով։ Այո, տենց է։ Հիմա ինչ որ ասում են, այստեղ էլ տեխնիկա ունեմ։ Այստեղ տեխնիկա ունեմ, ստե կարողանա։ Շատ է, մի 60-ից ավել։ Ես է պահեստին է։ 3 հատ է պահեստ ունեմ։ Շատ մեծ տարածք էր։
Շատ լավ, պարոն Բուդաղյան, մենք խնդրի մասին կբարձրաձայնենք, ինչպես ձեզ տեղյակ պահեցինք, նկարահանում ենք մեր զրույցը, կլուսաբանենք, հետո հետամուտ կլինենք խնդրին, հասկանանք, թե իշխանությունները ինչ լուծում են տեսնում այս խնդրին։ Ապրես, ես էլ եմ շնորհակալ, ուղղակի խնդրում եմ էլի այս հարցը լուծես, սա մի փոքր հարց չի, ոչ էլ ինչա, սա շատ դժվարին մի հատ բանա, պրոբլեմա։ Շատ դրամա, եթե ես նորից եմ ասում, եթե իրանք ձև կա բերեն, այս տրակտորը, այս կոմբայնը, ջոնդեր, սա ինչ հատ մեկ էլ ասեմ, տաքսուտա քշելու բան չելի, որ նստեմ քշեմ, ասեմ փող աշխատեմ։ Սա պիտի հեկտարներ ունի, սա պիտի դաշտերին ինքը աշխատի։ Հիմա 30-40 հոգի մարդ են աշխատել, ես անդադար փող եմ տվել, իրանք էլ ասում են դու չես աշխատում, մեկ էլ աման չունեք քեզանից փող վերցնեք։ Տեխնիկայից ծախում դու իս փող ես տալիս, ինչի հիմա։ Մեկ գնանք մեր տուն, գործը լավ կնի նորից կգանք։ Այսինքն մնացել եմ ես, պահակը մերկոքի։ Հիմնարկին ամենաբանը պահակն անում, չէ, որ հիմնակը փոլագյալ վերջում պահակն անում տուն։ Հասկացա։ Վերջում մի հատ հարց տամ, էլի։ Կառավարությունից գոհ եք ընդհանուր առմամբ այս ձեր խնդիրները հաշվի առնելով նաև։ Դե կառավարությունից գոհ եմ հենա սա կլուծել էլի հարցը։ Կարող է ընտրությունների նախաշեմին այսպես աշխակապություն անելու համար գան խոստումներ տան եւ այլն, կքվեարկեք, կընտրեք իրենց։ Ում ընտրեմ։ Նիկոլ Փաշինյանին։ Ես իրեք պատերազմտես Երբ որ ասում եմ Ջաբրայելը կորցնում եմ, ասում սուտ ես ասում, ասեմ Կուբատուն կորցնում եմ, ասում սուտ ես ասում, ասեմ թորքը պեալա զնակը տիրել, Ղափանի գորիչի ճանապարհը կտրելա, գրելա, բարի գալու Ադրբեջան, ասում սուտ ես ասում, Թուրքիան սև լիճ նստած, ասում սուտ ես ասում, ինչքան մարդ պետք է, ինչքան գեներալներ կա, ինչքան կրողտողներ կա, սաղ մեր տունը նստած է եղել, Փաշինյանի 10 դեպուտատն էլ մեր տունը նստած է եղել, բայց այսօր էս վիճակն է, ստին էլ տեղ չունի։ Կարող է դա նրանից է, որ ընդդիմադիր հայացքներ ունեք, դրա համար ձեզ չեն օգնում։ Այսինքն, եթե ԿՊԱ-ական լինեիք, հիմա կարող է ինչ-որ բանով օգնեիք։ Ես ԿՊԱ-ական չէ, ոչ ընդդիմադիր եմ, ես իմ հայ ժողովրդի կողմից եմ։ Ինչ ԿՊԱ-ական, ինչ մարդ պիտի հայ լինի, որ կարա պետությանը տեր կան, ինչ ԿՊԱ-ական։ Ճիշտ եք, պարոն Բուդաղյան, շատ շնորհակալ եմ զրույցի համար, ես կփոխանցեմ այն ինչ խոսեցինք մենք այսօր։ Սել եմ շնորհակալ, ուղղակի ձեզանից իմ խնդրանքս նայա, որ ես հարցի մի հատ ամեն ինչ անեք լուծում տակ։ Ամեն ինչ կանենք, որ տեսնենք ինչ արձագանք։ Ես էլ եմ շնորհակալ, շատ գոհ եմ, մերսի, ապրեք։ Շնորհակալ եմ։